Խոնավ են Կարեն Մկրտչյանի տան պատերը, սպասքն էլ կեղտոտ է։ Ստիպված փակել են ջուրը, որ նորից չհեղեղի, չլցվի տուն։ Նոր Արեշ 22 փողոցի որոշ տների բնակիչների համար գլխացավանք է դարձել անձրևը։ Դիտահորերից դուրս եկած կեղտաջրերը տուն են լցվում։ Կեղտաջուրը լցվել է տուն, հետո կահույքը հետ եմ քաշել, կարող եք հետևներ նկարել։ Դրապկաներով փակել ենք, հետո ուրբաթ օրվանից մենք չենք օգտվում սանհանգույցից։ Անձրևից հետո չի բացում պատուհանները Թամարա Մելիքյանը, որ մաքուրոտ մտնի տուն, փակ է պահում, որ գարշահոտը ներս չգա։ Փակում ենք, որ օդը չկեղտոտվի տանը։ Առաջ բացում ենք, որ անուշոթը գա ներս, հիմա լրիվ հակառակ տարբերակն է։ 2 օր առաջ են Նոր Արեշ 22 փողոցի բնակիչները զանգել Veolia ջուր ընկերություն, խնդրել, որ հարցին լուծում տան։ Մեր նկարահանման պահին ընկերության աշխատակիցները մաքրում էին կոյուղին, բացում խցանումը։ Լինում են դեպքեր, երբ բնակիչներն են փող հավաքում եւ մասնավոր ընկերությունների դիմում, որ գան մաքրեն։ Փողը հավաքում ենք, տալիս են, գալիս մաքրում են, հետո նորից լցվում է։ Արդ մի տարի երևի կես կլինի, 4 անգամ բերել ենք մասնավոր մաքրել են, այն մնացածները ասենք իրանք են եկել բացեն, մի քանի անգամ էլ մի 5-6 անգամ էլ իրանք են եկել, Veolia ջուրն է եկել բացել։ Կոյուղին բացելով հարցին ժամանակավոր լուծում է տրվում, ասում են Նոր Արեշ փողոցի բնակիչները, պնդում են, որ կոյուղու խողովակները պետք է փոխվեն, դրանք հին են ու բարակ։ Պետք է գնանք դռնեդուր մարդկանց տեղյակ պահենք, գոնե փող հավաքենք, տեսնենք հնարավոր է մեր ուժերով մի բան անենք, որտեղ շատ բնակիչների խողովակն է սենց անցնում կոյուղին։ Խողովակները փոխելու համար բնակիչները պետք է գրավոր դիմեն, ասում են Veolia ջուր ընկերությունից։ Մինչ այս պահը տեղամասային մասնագետներից խողովակները փոխելու դիմում չեն ստացել։ Ասում են, որ մարդկանց մեղքով են խցանվում կոյուղիները։ Լինում են դեպքեր, որ խողովակներից կտորներ ու կենցաղային աղբ են հանում ընկերության աշխատակիցները։ Հայկ Ավանեսյան, Աշոտ Մնոյան, Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։